Հյուրս քաղաքագետ վերլուծաբան Էդվարդ Անտինյանն է, զրուցելու ենք ամենակարևոր իրադարձությունների մասին, որոնք շաբաթվա ընթացքում են տեղի գտել։ Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ հայտարարություններ արել, բոլոր հնարավոր հարթակները օգտագործել է լինի ԵԽԽՎ-ում, ազգային ժողովում, հետո նաև Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպման շրջանակներում Կոպենհագենում։ Հա պարզենք, թե ինչ ուղերձներ տվեց այս շաբաթ Նիկոլ Փաշինյանը։ Ողջույն, պարոն Անտինյան։ Բարև ձեզ։ Ասում է, բողոքում էր ԵԽԽՎ-ում, որ մեծ բրիտանացի պատգամավորը օգտագործում է Զանգեզուրի միջանցք եզրույթը։ Ինքը այնտեղ դատապարտեց շատ կոշտ։ Հայաստանում ծափահարողների իհարկե կային, տեսեք, վարչապետը շատ կոշտ արձագանքեց Զանգեզուրի միջանցք խոսույթին, բայց արձագանքեց ամեն դեպքում երրորդ պետության պատգամավորին, որ այդ պահին պատվիրակներից մեկն էր ԵԽԽՎ-ում։ Բայց ավելի ուշ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում եկավ հաղորդագրությունը, որտեղ Նիկոլ Փաշինյանը արդեն հանդիպել է իր Համալիևի հետ եւ իրենք վերահաստատել են Վաշինգտոնյան համաձայնությունները։ Ու որևէ խոսք Նիկոլ Փաշինյանի կողմից, ամեն դեպքում մեր կառավարության աշխատակազմի կողմից տարածված հաղորդագրության մեջ չկար, որ ինքը Ալիևի մոտ է դատապարտել Զանգեզուրի միջանցք խոսույթը, պնդելով, որ նման որևէ եզրույթ համաձայնությունների մեջ երկկողմ, որի վկան էր նաև Թրամփը, չկա։ Որն է պատճառը, որովհետև մենք չենք ուզում գազազացնել հարևաններին, մենք ցանկանում ենք լինել գերկառուցողական, թե իրականում այն ինչ ասվում է հենց այդ Զանգեզուրի միջանցքի մասով իրականություն է, եւ Նիկոլ Փաշինյանը արդեն Իլհամ Ալիևի մոտ չի կարողանում դրան հակադարձել, որտեղ այն ինչ որ ասում է Իլհամ Ալիևը ճշմարտություն է, որտեղ է մեզ համար ճշմարտություն։ Խնդիրը նա է, որ երբ որ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, այո, գրանցված է որպես Տրամպի ուղիչ է թրիպը։ Բայց եւ միևնույն ժամանակ եթե խոսքը գնում էր, որ Տրամպի անունը դրել ենք, որպես բրենդ, որպեսի նաև ներդրումներ անենք, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի անունն է։ Իսկ Տրամպը ի դեպ կատարեց բոլոր ցանկությունները Ալիևի, որովհետև երբ որ մեր մոտ ներկայացնում են որպես նախաստորագրելը շատ մեծ հաջողություն, պետք է հասկանալ, մարտ ամսին այդ փաստաթուղթը ամբողջությամբ համաձայնեցված էր։ Այսինքն, եթե դրանից հետո Ադրբեջանը չի ստորագրում պայմանագիրը, նշանակում է հարցը առաջանում։ Հայաստանը չէ, որ այդ փաստաթղթի մեջ գնացել է զիջումների։ Վերջում էլ անգամ գնաց վերջի 2 թե 3 կետերի իհարկե։ Այո, վերջում էլ գնաց զիջումների, անգամ Եվրոպական համայնքից ասեցին համարձակ զիջումների գնաց ստորագրվի Անալենա Բերբոկը։ Բայց դրանից հետո Ալիևը չի ստորագրում, պահանջ է դնում։ Բայց որպեսի Հայաստանը չասի, չեղավ, ես գնացի զիջումների, բայց դու չես ստորագրում, բայց այդ դեպքում ես ինչի գնացի զիջումների։ Ուրեմն ես էլ կարող եմ հրաժարվել այն կետերից, որը զիջել եմ։ Ալիևը այդ դեպքում ասեց, թե գնանք Վաշինգտոն, պարտավորվի, որ այդ բոլոր կետերից այլևս հետդարձ չկա, որովհետև եթե դու հետ դառնաս, դու չես հարգում Ամերիկայի նախագահին։ Դա ընդհանրապես դա էր։ Ու Վաշինգտոնում ըստ էության հաստատվեց, որ Հայաստանը պաշտոնապես ամբողջ աշխարհի աչքի առաջ հրաժարվում է Արցախի հակամարտությունից, Արցախի նկատմամբ որևէ պրետենզիա ունի, կամ Արցախայերի հետ վերադարձի իրավունքից, եւ դրա մասին հաստատվեց փաստաթղթում։ Այդ թվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման։ Եթե սխալվում եմ, խնդրում եմ։ Իհարկե։ Եվ մեկ էլ այսպեսի մի հատ։ Դրանից հետո, երբ որ Ալիևը տեսնում է, որ Տրամպը իրան այդքան օգնեց այդ հարցերում, որից հետո ինքը ինչու չի հարգում Տրամպի անունը։ Ինչ ասել է Տրամպի ուղի Զանգեզուրի միջանցքով, դա ո՞րն է։ Հիմա էլ երբ որ Նիկոլ Փաշինյանը դրանից բորբոքվում է ու ասում է, դա մենք դիտարկում ենք որպես տարածքային պահանջ Հայաստանի հանդեպ։ Էհա որ դա դու հասկանում ես, որ Հայաստանը այդպես է դա դիտարկում։ Ասում է, բա դու մեզ ասում ես խաղաղություն են բերել եւ հիմք ես ընդունում Ալիևի հետ պայմանավորվածությունը։ Ասում ենք, որ Ալիևի հետ էս պայմանավորվել, որ նույնիսկ Տրամպի անունը կրող ճանապարհը չի ուզում Տրամպի անունը տա։ Բա իր հետ ո՞նց է պայմանավորվել երկարաժամկետ խաղաղություն։ Եվ հարց, եթե հիմա ասում է, թե այդ տարածքը գտնվում է Հայաստանից դուրս, Ղուբատլի, Զանգելանով անցնող ճանապարհի անունն են դրել Զանգեզուրի միջանցք, մեզ ինչ։ Այդ դեպքում հարց։ Մեր բիբլիական Արարատ լեռը, ասում եք ոնց կարելի է պատին կպցնել եւ բորբոքել մեր հարևանին, երբ որ դա մերն է եղել, եթե ինչ որ ժամանակ անցել է նրան։ Հարևանը կարող է նեղվի, որովհետեւ իր տարածքում է։
Ղուբատլիում, Զանգելանում կա Սյունիք անուն կամ Զանգեզուր անուն, որևէ աշխարհագրական տեղանուն, որի հետ կապված Ալիևը այդ անունը տալիս է, բայց ինքը իրավունք ունի Հայաստանի տարածքի մասին անուն դնի իր գծին։ Հա, բայց Նիկոլ Փաշինյանը հենց այդ էլ ԵԽԽՎ-ում ասաց, չկա որևէ երկիր, որի ղեկավարը իրեն կարող է թույլ տալ անվանել Հայաստանի տարածքները իր ցանկացած անունով։ Հակադարձեց, բայց սրանից էությունը խոշոր հաշվով փոփոխության չի ենթարկվում։ Միևնույն է ադրբեջանցի պաշտոնյաները ասում են Զանգեզուրի միջանցք, միևնույն է Իլհամ Ալիևը ասում է Թրիփը ասում է Զանգեզուրով։ Հիմա արդեն խառնվել ենք իրար, հա, ոնց որ 3 շերտից բաղկացած լինի։ Ամենափոքր շերտը Թրիփն է, միջին շերտը Զանգեզուրի միջանցքն է, ավելի խոշոր շերտը միջին միջանցքն է։ Մենք արդեն խառնվել ենք, թե այդ ինչ ճանապարհ է ի վերջո Հայաստանով անցնում։ Արևմտյան Ադրբեջանի արևմտյան այսպես կոչված շրջանները, որոնք կապելու են Նախիջևանի հետ, Թրիփը, թե միջին միջանցքը, որը Չինաստանից գնալու է հասնի Եվրոպա։ Հիմա սա ինքնին ամսի 8-ի կնքած պայմանավորվածություններից հետո մեկնաբանությունների լայն դաշտ չի տալիս։ Եվ նաև հարց, այդ ինչը բացի այն, որ մեր անունը դնում է, մեր աշխարհագրական տեղանունը դնում է իրանց գծի վրա, այդ ինչի Ադրբեջանի մի բնակավայրից մի բնակավայր անցնող ճանապարհը կոչվում է միջանցք։ Այսինքն ոնց է իր տարածքում գնացքի գիծը գալիս, դա կոչվում միջանցք։ Ում միջոցով է այդ միջանցքը անցնում։ Ադրբեջանի միջով։ Եվ բացի դրանից, հիմա խնդիրը որն է։ Մենք երբ որ ասում ենք Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն, եթե իրապես Միացյալ Նահանգների հետ լիներ պայմանավորվածություն, առաջի ողջունողներից մեկը ես կլինեի։ Որտեղ երբ որ 2004 թվականին ասում ենք Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական, տնտեսական երկարաժամկետ փոխշահավետ համագործակցություն հաստատի, այդ ժամանակ ոչ այս ադմինիստրացիան էր Ամերիկայում, ոչ էլ Հայաստանի այս իշխանությունն էր։ Նիկոլ Փաշինյանը թերթի խմբագիր էր, որ իմ այդ տեսակետները իր թերթում շատ հաճույքով տպում էր։ Հիմա էլ այս դարակից հանում ասում ժամանակին էս ենք ասել, այն ինչ որ մեր երկրի հետ կատարվում էր Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ես Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթում եմ տպագրել։ Հիմա ինչու եմ ասում, բայց Ամերիկայի դա անվտանգության խնդիր մեզ համար չլուծեց։ Նույնիսկ եթե դա համարենք բիզնես պրոյեկտ, որը այտենց կարելի է ենթագիտակցորեն մտածել, որ պաշտպանելով այդ ճանապարհը կպաշտպանի Հայաստանի անվտանգությունը, դա էլ խորը թյուրիմացություն է, որտեղ ինքը կարող է այդ ճանապարհը պաշտպանել, բայց դա Հայաստանի անվտանգության հետ ոչ մի կապ չունենա։ Մենք մեր աչքի առաջ տեսանք, Ուկրաինայի հետ 500 միլիարդի պայմանագիր կնքվեց, բայց դա բացարձակ երաշխիք չէր, որ ինքը Ուկրաինայի անվտանգությունը պաշտպաներ, ասում է դա ինչ կապ ունի, որտեղի այդ պայմանագիրն է, ես դա տեր կկանգնեմ, մնացածի հարցը գնացեք դուք որոշեք։ Այսինքն Տրամպի հռետորաբանության փոփոխությունը Ուկրաինայի հետ կապված բացարձակ այդ պայմանագրով պայմանավորված չի։ Պարոն Անտոնյան, ամեն դեպքում տեսեք, երբ մենք խոսում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս կամ այն լոգիստիկ ուղին պաշտպանում է, մենք պատկերացնում ենք մասշտաբը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է պահանջել Պանաման, մասշտաբը հաշվի առնելով, Սուեզը, լավ Բոսֆորը, որևէ այլ լուրջ լոգիստիկ հանգույց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես երկրի համար իրապես ունի լրջագույն նշանակություն, որը իրոք թույլ է տալիս ճնշում գործադրել աշխարհական այլ կենտրոնների վրա, առևտրային ճանապարհները արգելափակելով, դե ամեն դեպքում Ուկրաինա, Բելարուս, Մերձբալթյան երկրները իրականում դարձան պատնեշ Եվրոպայի եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Այդ պատնեշով Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է համակարգել, թույլ տալ մի կողմը կամ այն մյուս կողմը մի քիչ ավել շնչի կամ մի քիչ պակաս։ Հիմա արդյոք Մեղրիի ճանապարհը որ տրվել է եւ որը ներկայացում է հիմա իբրև կարծես մի դարակազմիկ բան, հա, Բոսֆորի նեղուց, մի Դարդանելի նեղուց, չգիտեմ, մի շատ կարևոր բան։ Արդյոք այդ նշանակությունը ամերիկացիների համար ունի թե ոչ։ Հիմա հետ էլ հասկանանք։ Ավելի պարզ խոստովանական ցուցմունք, որ տվեց Նիկոլ Փաշինյանը, մենք նույնիսկ չէինք էլ կարող ենթադրել։ Դեռ Ամերիկայում թուղթը ստորագրած ցույց էին տվել, թանակը երևում էր, որ չի չորացել, ինքը ընդեղից արդեն ասուլիս տվեց եւ ասեց, որ այս ճանապարհը մենք առաջարկել ենք առաջ Ռուսաստանին։ Ռուսաստանը չուզեց։ Մեր մյուս գործընկերներին ենք առաջարկել։ Նրանք էլ մտածում էին այդ ուղղությամբ, բայց վերջնական որոշում չկար։ Մեկ էլ Տրամպի ադմինիստրացիան մեծ ցանկություն հայտնեց դրա ուղղությամբ։ Հիմա հերթով հասկանանք։ Ռուսաստանը չցանկացավ Սյունիքով անցնող ճանապարհը ինքը վերցնի վերահսկողություն իրավը եւ կառուցի։
Այսինքն ինքը դրան պետք չէ։ Այն Ռուսաստանը, որ ասում է, թե ճանապարհն աշխատի, ես պետք է 2020 թվականի նոյեմբերի 9-րդ կետով ես վերահսկեմ, ինքը չցանկացավ այդ ճանապարհը վերցնի։ Չինաստանին առաջարկվեց։ Հուլիսի 3-ին Արարատ Միրզոյանը Չինաստանից հայտարարեց, որ մենք հայտ ենք ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության։ Մի բան, որ ոչ մի տրամաբանության չի ենթարկվում, թե ինչու պետք է Հայաստանը հայտ ներկայացներ այդ կառույցին, բայց նաև իրանք ցանկանում էին, որ Չինաստանին ասեն, այս ճանապարհը, որ անցնում է, լավ կլիներ ներդրումը դու անես, եւ քանի որ Իրանն էլ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է, մենք կարող ենք ցամաքային սահման ունենանք Չինաստանի հետ, անգամ Ռուսաստանի հետ, Չինաստանով, որովհետև արանքում մնում է ընդամենը Պակիստանը, որի հետ դիվանագիտական հարաբերություն չունենք, էդ էլ հաստատեցին։ Բա ինչու չհամաձայնվեցին չինացի։ Մինչև չինացիների համաձայնվելը, այնպես չէր, որ չինացիները չէին համաձայնվել, այլապես իրանք չէին լեղապատառ հայտարարում, այտենց օրակարգ ունեինք Հայաստանը, որ Հայաստանը պետք է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնա։ Եվրամիության անդամակցության հետ կապված տասնամյակներով քննարկվել է։ Երբևիցե մենք տենց օրակարգ ունեցել ենք, անդամակցության, ես չեմ ասում դիտորդ։ Որտեղ 16-ից դիտորդ ենք, եթե չեմ։ Հա, այսինքն դիտորդի մասին չի խոսքը, անդամակցության, որ մի օր գնաս եւ այդ օրը հայտարարես, որ մենք հայտ ենք ներկայացրել։ Այսինքն միև մեկ էլ ասում է, որ խաղաղության խաչմերուկը շուտվանից էինք մենք արել, բոլորին առաջարկել էինք։ Տրամպի ադմինիստրացիան համաձայն, այսինքն հարց։ Իսկ Տրամպից առաջ էլ Ամերիկայում ադմինիստրացիա կար, որին չէր հետաքրքրել։ Բայց ինչ երաշխիք, որ Տրամպից հետո հետաքրքրելու է։ Որովհետև խնդիր է առաջանում։ Ամերիկան այնքան հզոր է, որ ինքը կարող է իրան թույլ տալ իր դաշնակիցների բոլորը թշնամի սարքի։ Բայց դա դու պետք է որոշես։ Նա Իսրայելին այնքան է սիրում Տրամպը, որ Իսրայելի գլխին սարքում է։ Բայց մենք նույնիսկ չենք հասնի այդ մակարդակին, որ մեզ այդքան սիրի ու այդ սիրով վատություն անի։ Մենք չենք հասնի դրան։ Այդ պարագայում հարց։ Եթե այդ ճանապարհը չէր հետաքրքրում Ամերիկային 3, Տրամպից հետո ով է ասել, որ պետք է հետաքրքրի, մինչև հետախուզական աշխատանքներ անեք, մինչև մտածեք որտեղ եք պայթեցումներ անելու, մինչև ինժեներական լուծումները տակ, Տրամպը այդ ճանապարհը չի բացվի, բայց Տրամպին ճանապարհ կդնեն իրանց։ Բայց ստացվում է, որ Տրամպը հեռանալու է, բայց Տրամպի օրոք կնքված համաձայնությունը մնալու է։ Այդ դեպքում, եթե պայմանականորեն հաջորդ նախագահական ընտրական ցիկլի ժամանակ դեմոկրատներն են գալիս իշխանության, մենք ինչ ենք անելու այդ դեպքում, մենք զանգելու։ Հիմա հարց է ծագում, երբ որ Տրամպն ասում էր, որ հենց խնդիրը լինի ինձ զանգեք, այսինքն դա սուբյեկտիվ անվտանգության երաշխիք է։ Փաստաթղթով չկա, որովհետև փաստաթղթը սկիզբ ստորագրած չէ, նախաստորագրած է։ Եվ մեկ էլ պարզվեց, որ ինքը ունի Տրամպի WhatsApp-ի համարը։ Սա ստեղ ներկայացում էր ոնց որ ուղիղ կապ Աստծո հետ, էլի այսպես էր ներկայացվում։ Եվ մեկ էլ հանկարծ պարզվեց, որ Դոնալդ Տրամպը նախ Հայաստանը Ալբանիայի հետ պարբերաբար է խառնում, բացի դրանից նույնիսկ գրավոր կարդալուս է խառնում, այսինքն իր ադմինիստրացիան մի նեղվեք, բա մեծ մարդ է տարիքով։ Հա, բայց ադմինիստրացիան էլ է խառնում, այսինքն գրած տեքստն է կարդում Ալբանիա կամ Կամբոջա, Ադրբեջան։ Եվ մեկ էլ դրանից հետո պարզվում է, որ Հայաստանի ղեկավարը ընդամենը մյուս տղան է։ Դե այդտեղ էլ ասում են տարիքով մեծ մարդ է, հիմա կարամ։ Եվ դա է հարցը, որ մենք մտածում ենք խաղաղության գործընթացում Դոնալդ Տրամպին հարկավոր էր, որպեսի ներկայացնեին իրեն խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ կա Ամերիկայի նախագահին Նոբելյան մրցանակ տալու։ Նորվեգիան շատ նեղված է նրանից, որ ոնց իրան պահեց Բարակ Օբաման։ Դրանից հետո իրանք ուղղակի չեն ցանկանում Ամերիկայի որևէ նախագահի տալ, երբ որ նա անհարգալից վերաբերմունք ունեցավ եւ թագավորի ընդունելությանը չմասնակցեց, անհարգալից վերաբերմունք ունեցավ ավանդական ճաշկերույթի Նոբելյան կոմիտեի հետ չմասնակցեց, անհարգալից վերաբերմունք, որ ավանդաբար ընդունված է Նոբելյան մրցանակի դափնեկիրը, գնում է հեռուստաընկերություն, հարցազրույց է տալիս եւ պատմում է։ Այս երեքը մերժելուց հետո, որովհետեւ ինքը շատ զբաղված էր, ինքը ինչ արեց։ Գնաց հանդիպեց վարչապետի հետ եւ քննարկեց Ամերիկա-Նորվեգիա փոխհարաբերությունները։ Այդ ժամանակ վարչապետը Յենս Ստոլտենբերգն էր, որը հետո դարձավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, հիմա էլ ֆինանսների նախարարն է։ Այսինքն շատ մեծ նախ ծախսեր արեցին, շատ խնդիրներ լուծեցին եւ ուղղակի վիրավորված են։
Դրանից հետո, երբ որ Տրամպը հասկացավ, որ դա խնդիր է, ասեց դա շատով դիմեք, որ գոնե ստիպված ելնեն դա տան։ Հետո մեկ էլ Պակիստանից ասեն ձեռես առե։ Հետո ասեց Իսրայելն է ասում, ասին Իսրայելը Գազայում ցեղասպանությունը իրականա, ասեց երկու անշարժ գտնեմ, այդ երկու անշարժ մեզ ներկայացնում։ Դե իրականում այս խաղաղության process-ը իհարկե քաղաքական առևտրի առարկա է ինչ որ փուլում դարձել, բայց այստեղ նաև շատ կարևոր է հասկանալ, հա, մենք իհարկե կարող ենք ասել պետական քարոզչությանը ու մտածել, որ Նիկոլ Փաշինյանի բացառիկ դիվանագիտական կարողությունների շնորհիվ է, որ թեկուզ այդ տարբերակով, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ուշադրություն դարձրեց հակամարտությանը կամ դրա հանգուցալուծմանը, բայց ում էր ավելի ձեռնտու հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանու ներքո այս նախաստորագրումն իրականացնել։ Ում էր ձեռնտու ավելի, որ այդ 17 կետերի վերջնականապես ադրբեջանահաճո լինելու մեջ ֆիքսվի հենց աշխարհի հեգեմոն պետության մայրաքաղաքում Սպիտակ տանը։ Հիմա մենք կարող ենք երկար մտածել, որ սա Հայաստանի համար դիվանագիտական ֆանտաստիկ ձեռքբերում էր։ Բայց երկրորդ հարցն է, ինչ մենք ստացանք սրա դիմաց։ Գինը որն էր եւ ինչ ստացանք Վաշինգտոնյան օգոստոսի 8-ի փաստաթղթով։ Ինչ եք կարծում։ Նախ հարցը նա է, որ ընդամենը մի քանի օր է մնացել, որ հասկանանք խաղաղության Նոբելյան մրցանակ ստանում է Դոնալդ Տրամպը, թե չէ, հոկտեմբերի 6-ից 13-ը օրը կորոշեն կոմիտենից կանի, որից հետո մենք կունենանք միանգամայն այլ Դոնալդ Տրամպ։ Ստանա էլ ուրիշ ալնելու, չստանա էլ ուրիշ ալնելու։ Հետո աշխարհը փոխվելու է ուկրաինական պատերազմի հետ կապված։ Նոր աշխարհակարգը ուկրաինական պատերազմով է պայմանավորված։ Հիմա իր դիրքորոշումը կտրուկ փոփոխվում է։ Իսկ մենք շատ ջերմացրել ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եղբայրական պետությունը Ռուսաստան։ Չէ, բայց ռազմական գործընկերությունն ենք հաստատում Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Գործընկերության հաստատելու այդ կարգի փաստաթղթեր մտադրության Ամերիկայի Միացյալ Նահանգները ունի տենց շաբլոն բլանկ։ Այդ ձևի կնքում է շատերի հետ եւ դա իր համար շատ ձեռնտու է։ Ինչի։ Եթե վաղը ուզում է այդ պետության հետ աշխատի, ասում ենք փաստաթուղթ ունենք։ Եթե այդ պետությունը ուզում է թռնի, ասում է չհասկացա, մենք փաստաթուղթ ունենք։ Իսկ եթե իրան դա չի հետաքրքրում, այդ մտադրությունների փաստաթուղթը ունի 1 տարվա կյանք։ Այնտեղ ընդհանրապես պետության անունը հանում են, գրում են Հայաստան։ Հայաստանը հանում են, գրում են Ալբանիա։ Այսինքն այդ կարգի շաբլոն ունեն, բայց եթե նույնիսկ մենք այդ շաբլոնի վրա խաբվենք, հիմա այսպես նայենք, այդ կարգի շաբլոնով շատ քիչ տարբերությամբ մենք ուզում ենք ունենալ եւ Իրանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Ռուսաստանի հետ ավելի խիստ, եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի չի կարող Հայաստանի այս փոքր տարածքի վրա դնել համադրել այդպիսի համագործակցություն, դա նշանակում է համատեղել անհամատեղելի։ Հիմա վերադառնալով մեր օգուտներին, ինչ օգուտ քաղեցինք, լավ։ Հիմա նաև շարունակությունը նայենք, իսկ ով է ասել, որ Տրամպի ճանապարհը, որ ասում ենք, հիմա ասում ենք Չինաստանից ապրանքը գնալու է Եվրոպա։ Չինաստանը տենց շատ է երջանիկ, որ 42 կիլոմետրի վրա Ամերիկան վերահսկի այդ բեռը։ Այսինքն այդ ամբողջ դա, իսկ մեկ էլ որ այնպես պատմում են, որ այդ բեռը նավթագազամուղները։ Ու մեկ էլ հա։ Չէ, նավթագազամուղները կենտրոնական Ասիայի երկրներից, ըստեղ Չինաստանի հետ էլ կապ չունի։ Հա, ու բացի նաև այսպիսի խնդիր նայենք, հարցը առաջանը, որ հիմա դա այդքան գեր կարևորվում է։ Մինչև հիմա այդ բեռները կայարաններում կանգնած սպասում են այդ ճանապարհը բացվի, ոչ մեկը ոչ միտեղ ապրանք չի ուղարկում ուրիշ ճանապարհներով։ Համարենք մի քանի կիլոմետր երկար է։ Բայց այլ ընտրանք է դառնում Վրաստանի։ Բայց խնդիրը նաև առաջանում։ Եթե դա եղավ, Իրանը մտածում է այնուամենայնիվ դա իրան ձեռնտու չի, որովհետև բացի դա որ չի ցանկանա Ամերիկան ներկայացված լինի, նաև ինքը կորցնում է դերակատարություն, տրանզիտ ճանապարհ, որովհետև ինքը կարող էր անցկացնել, անգամ ինքն ասում էր, այդ ճանապարհը պատրաստ եմ կառուցել, որպեսի կապեմ Ադրբեջանի մայր տարածքը Նախիջևանի հետ։ Մաքսիմում տարբերությունը մեր ճանապարհից պետք է լինի 2 կիլոմետր այս կողմից, 2 կիլոմետր այն կողմից։ Հազարավոր կիլոմետրերի վրա այդ 4 կիլոմետրը էական նշանակություն է ունենալու։ Դե Իրանի պոզիցիան էլ է այստեղ པարզ, իհարկե ինքն էլ դեմ է, շատ դեպքերում մենոնք կարծում էին, որ Իրանը դեմ է, որովհետև շատ է սիրում Հայաստանը, բայց ինքը այդտեղ իրապես իշխանություն է կորցնում այդ թվում նաև Նախիջևանի ինքնավոր մարզի եւ Ադրբեջանի վրա։ Հետո կենտրոնական հեսագնացող հենց այդ գլոբալ ճանապարհի վրա։ Ինչու պիտի ինքը դուրս մնա։ Նույն իրավիճակն է Վրաստանի մասով է։ Մենք հիմա տեսնում ենք, թե ինչպես են Վրաստանի հետ հարաբերությունները զգալի սառել, զգալի։
Վրաստանը որևէ կերպ ցանկություն չունի տեսնել ապաշրջափակված Հայաստան, որ ինքը ունի, որտեղ ինքը ուներ մոնոպոլ դիրք է առումով, տրանզիտի առումով։ Չինաստանը ներդրումները անում էր շարունակային նավահանգիստը արդեն պայմանագրային առումով մինչև 5 միլիարդի պայմանագիր կակնքված ներդրումների մոտավորապես 500 միլիոն մենակ երկաթգծի մեջ են ներդրել, չեմ ասում թե ինչքան են ներդրել Ադրբեջանում երկրորդ նավահանգիստը կառուցելու Բաքվում։ Բայց գործնական օգուտը հենց Վաշինգտոնում ստորագրելու ցանկանում եմ հասկանալ։ Միայն այն փաստը, որ վկայությունը տվել է անձամբ Դոնալդ Թրամփը, թե մենք կարողացել ենք հետաձգել կամ վերջնականապես չեղարկել պատերազմը, որտեղ ինչ են ասում։ Ասում են Նիկոլ Փաշինյանը անեց ամենակարևորը, ժամանակ շահեց մեզ համար։ Հիմա այդ ժամանակը շահել ենք, թե չենք շահել, կամ եթե շահել ենք, ինչ ենք շահել։ Նախ հետո մի բան էլ նայենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները Պանամայի ջրանցքի հետ կապված խիստ վրդովված էր, որ ընդհանրապես չինացիները մի քանի նավահանգիստ ունեն այնտեղ, այն դեպքում, երբ որ դա ամբողջական վերահսկողություն չէր դրա վրա, ընդհանրապես մի քանի նավամատույց կար։ Եվ այդ պարագայում ասում էր, ինչու պետք է մեր բեռները Չինաստանի քթի տակով անցնի։ Պետք է մենք դրա դեմ պայքարենք, եթե չէ ջրանցքը կվերցնենք։ Բայց այդ ասող Ամերիկան, որ մի օր ցանկանում է Չինաստանին մեկուսացնի, չի ստացում, ուզում է բարեկամ դառնա։ Մյուս օրը նորից է ուզում մեկուսացնի։ Բայց դուք չեք ուզում Պանամայով Չինաստանի հետ համագործակցեք։ Չինաստանն կամ բոլոր երկրները, նաև Կենտրոնական Ասիայի պետությունները ցանկանում են Հայաստանը վերահսկողություն ունենա։ Ադրբեջանը ինչի է պնդում, որ ասում է պետք է ոչ մեկի երեսը չտեսնենք, հայկական։ Նիկոլ Փաշինյանն ասում է, հա իհարկե, հիմա այս տեխնիկան հնարավորություն է տալիս դրա, բայց տեխնիկան հնարավորություն տվեց, որ գա անցնի։ Բա մի հատ ինչ որ խախտում եղավ։ Այդ ռոբոտն է ադրբեջանցու հետ փոխհարաբերվելու։ Այսինքն այսպես թե այնպես դա լինելու է։ Կամ մի հատ բեռ անցա, որը խնդիր է առաջացնում, հետո պարզաբան էլ չէ, մենք պետք է վերահսկենք։ Հենց դու ասում ես պետք է վերահսկենք, Ադրբեջանն ասա, բայց այդ ճանապարհը մեր ինչին է պետք։ Ու սա է առաջանում, երբ որ մենք ասում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ կապված, չէ, փորձ է արվում ցույց տալ, որ եթե Ամերիկայի հետ մենք պայմանավորվել ենք այս ճանապարհը, Թուրքիային մի տեսակ երկրորդ պլան ենք գցել։ Այտենց դա էլ է ինչ է, մի հատ բատեսնում եք Թուրքիային երկրորդ պլան։ Թուրքիան մասնակցություն չունեցավ։ Ահա, մեկ էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների հատուկ բանագնացն ասում է հայ-ադրբեջանական կարգավորումը, ես ճշտում եմ Թուրքիայի հետ։ Եվ պատահական չի, որ Թուրքիայի նախագահը գնում է Ամերիկայի հետ շփումների եւ ինքը քննարկվում է հարավային Կովկասի հետ կապված հարցերը։ Ում եք միամտի տեղ դնում։ Հիմա գործնական օգուտ ունենք, գործնական օգտակարություն կա այս պայմաններում։ Հիմա այսպես նայենք, նաեւ էդ էլ նայենք, խաղաղությունը հետաձգել է։ Եթե պատերազմի միջոցով Ադրբեջանը վերցրել է այն ինչ որ ուզել է, պատերազմից հետո բանակցային սեղանին վերցնում է այն ինչ որ ուզում է։ Նրան պատերազմը ինչին է պետք 21 եւ երկրորդ ինչին է պետք խաղաղությունը Նիկոլ Փաշինյանի որպեսզի ասի ինչ իմաստ ունի բանակը զինենք եթե մենք խաղաղության ենք գնում այսինքն հիմա ասում էին որ նախկինները բանակը թալանում են եւ իսկապես թալանում են այնպես չի որ իրանք հաղթանակած բանակ էին այստեղ չէ բաց թալանեին հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է ինչ իմաստ ունի փողը տալ բանակին ու թալանել եթե միանգամից կարելի է բյուջեն ուտել անվերահսկել։ Դե մյուս կողմից էլ այլ տրամաբանություն կա այդտեղ, պարոն Անտոնյան։ Եթե գնում ենք խաղաղության, իսկ բանակին եւ ռազմական ծախսերին ուղղված ծախսը ամենախոշորն է պետական բյուջեի տողերից, կարող ենք սոցիալական վճարներին ուղղել։ Ամեն դեպքում խաղաղությունը մենք ի վերջո սահմանազատում եւ սահմանագծում ենք անում, որ այդ սահմանների վրա կանգնեն սահմանապահները, ոչ թե զորքեր։ Իսկ բանակը պիտի լինի պրոֆեսիոնալ, պիտի ծառայեն տարի ու կես, պիտի ծառայեն նրանք, որոնք իրոք ցանկանում են ստանան բարձր աշխատավարձ եւ ինչ-ինչ ռազմական գործողությունների ժամանակ մենք արդեն կունենանք մոբիլ, փոքր, բայց մոբիլ բանակյան նույն սկզբունքով, ինչ սկզբունքով գուցե ունի Վրաստան։ Եվ այդ պարագայում մեզ զուգահեռ այդ նույն խաղաղության ցկտող Ադրբեջանը ռազմական ծախսերը նորից մեծացնում է, որովհետեւ ասма խառը ժամանակները ես պետք է ծախսերս մեծացնեմ։ Իսկ ում է պատասխանատու։ Լավ անում մեծացնում է։ Ահա, այսինքն Ադրբեջանը մեծացնում է, մենք պակասեցնում ենք։ Բայց Ադրբեջանն էլ ասում է ես կողքից ունեմ Իրանի եւ Ռուսաստանի պես հարևաններ։ Եվ քանի որ վերջին շրջանում գիտեք հարաբերությունները Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև շատ լարված են, եւ անգամ խոսք է գնում որ վաղ թե ուշ Ռուսաստանը էքսպանսիա իրականացնելու նաեւ Ադրբեջանի ուղղությամբ, հետեւաբար Ադրբեջանը ստանում է լեգիտիմ իրավունք կրկնապատկելու, եռապատկելու, քառապատկելու, տասնապատկելու իր ծախսերը։ Ու այդ ժամանակ Հայաստանը համարում է, որ բարդ խնդիրների պատճառով
Ադրբեջանը զինվելու լեգիտիմ իրավունք ունի, Իսպանիան ու Պորտուգալիան ունեն, Դանիան ունի, ումից են վախենում։ Այսինքն համախառն ներքին արդյունքի 5%-ի պարտադրանքը եվրոպական բոլոր երկրների վրա է դրված, ոչ թե կոնկրետ երկրների, որոնք հարևան են Ռուսաստանին, որովհետև ասում են, այս նոր աշխարհակարգում ոնց որ տեսակ, սպառազինության մրցավազքը պարտադրված է, որովհետև եթե ուժի դիրքից ցանկանում են աշխարհը վերափոխել, այսօր Ռուսաստանն է, վաղը Չինաստանն է, մյուս օրը Իրանն է։ Այսինքն աշխարհը այսօր համարում է անվտանգ Եվրոպան համարում է, որ պետք է ինքը ռազմական ծախսերը կտրուկ ավելացնի, մենք որ այս բարդ տարածաշրջանում ենք, համարում ենք, որ բավական է Ալիևի խոստումը եւ Տրամպի վկայությունը, որպեսզի մենք ռազմական ծախսերը պակասացնենք, թե դա պարզապես լեգիտիմ հնարավորություն է տալի մեր իշխանությանը կատարել Ալիևի պահանջը։ Չէ՞ որ Ալիևն էր ասում։ Ալիևը չէ՞ որ ասեց, որ պետք է չզինվես, ում համար ես զինվում։ Ասեց չէ, բայց եթե դու զինվում ես, ուրեմն իմ դեմ ես զինվում։ Հայաստանից չասին, բայց ինչի քո դեմ։ Կարող է ես ռազմական արդյունաբերությունը զարգացնում եմ եւ զենք վաճառող պետության կարգավիճակը որակապես բարձր է, քան ցանկացած այլ պետության։ Իսկ Հայաստանը խորհրդային միության ժամանակ իր ինտելեկտուալ պոտենցիալով արտադրական կոոպերացիայի առումով քանի գաղտնի գործարաններ կար, որ գործում էր Հայաստանում։ Տարբեր տեղերից բերում էին պահեստամասը, հավաքում էին Հայաստանում, որ ասում են շատ լուրջ ինժեներական միտք կա։ Այդ մեր անկախությունից հետո մեզ սկսեցին ճանաչել որպես շուկայի կանաչի վաճառող։ Մինչև այդ Հայաստանի նկատմամբ, հայ ժողովրդի նկատմամբ նման վերաբերմունք չի եղել, նույնիսկ երբ որ մենք անկախ պետականություն չենք ունեցել։ Հիմա հենց հաշվի առնելով, մենք հասկանում ենք, որ թվում է, որ հոսանքին հակառակ է Նիկոլ Փաշինյանը գնում։ Ու իդեպ ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև համաշխարհային։ Զիվում են բոլորը։ Վերջին շքերթը Պեկինում վառապացույց։ Անկամ Չինաստանն է ցույց տալիս ամբողջ աշխարհին, որ ինքը պատրաստ է յուրաքանչյուր ոտնձգության։ Հեքսեթն է գնում Պենտագոն, բառացիորեն ասում է փորով գեներալներ եւ այլն չտեսնեմ։ Մենք վերափոխում ենք մեր բանակը, անգամ նախարարությունն են վերանվանում պատերազմի նախարարություն, ինչը ոչ այլ ինչ է, քան ազդակ, որ Վաշինգտոնը եւս պատրաստ է պատերազմի։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը այս գլոբալ տենդենսը, չեմ ասում 2 տրիլիոն դոլարը, որ 2 տրիլիոն եվրոն, որ Եվրամիությունը տրամադրելու է ռազմական ծախսերին, բայց գլոբալ տենդենսը հաշվի առնելով, լավ, միակ ձուկն է, որ գետին հակառակ է լողում Նիկոլ Փաշինյանը, որն է պատճառը, որ ինքը այսպիսի վարք է դրսևորում։ Բոլորն են զինվում, ամենուր պատերազմ է, մեր հարևանությամբ եւս։ Մեր մոտ պատերազմ էր, մեր հարևանությամբ պատերազմ էր։ Վրաստանում կան 2 օկուպացված երկրամասեր։ Ռուսաստանի Դաշնությունը հյուսիս պատերազմում է հետխորհրդային կամ լրիվ անկախ, երբ պատերազմը ավարտվի, շատ ավելի անկախ Ուկրաինայի հետ։ Թուրքիան, որը էքսպանսիա իրականացնում Սիրիայում ազատագրում է, այնտեղ նշանակում է սեփական իշխանությունները։ Կիպրոսը հյուսիսային եւ Կիպրոսի հանրապետությունը հակամարտություն, նույն Հունաստանը, որ մեզից էլի հեռու չէ, Գազան, Իսրայելը ամենուր ռազմական գործողություններ են, անգամ Քաթարին է բաժին հասնում։ Հիմա այս հոսող, առատ հոսող գետի մեջ ինչպես կարող է հայտնվել մեկ Նիկոլ Փաշինյան, որ հակառակ հոսքին լողա։ Եվ բացի դրանից, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ասում է, այնտեղ որտեղ կա ռուսական զորք, դա մեր տարածքն է։ Չի ասում դա վերաբերում է Ուկրաինային կամ Մերձդնեստրին։ Բոլոր տեղերը, որտեղ ռուսական զինվորը կանգնած է, դա մեր տարածքն է։ Ռուսական զինվորը Հայաստանում կանգնած չի։ Հերիք չի 102-րդ բազան, բայց սահմանին էլ է կանգնած։ Այսինքն, երբ որ Ադրբեջանն ասում է, ես կարող եմ Ռուսաստանի հետ խնդիր ունենամ, դրա համար զինվում ենք, դա մեր մոտ առաջացնում է մեղմ ժպիտ։ Նախ Ռուսաստանը սահմանի վրա է քեզ հետ, եւ բացի դրանից քո թիկունքին կա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա, որը այս տարածաշրջանի ամենահզոր բանակն ունի, եւ մեկ էլ կա միջուկային տերություն Պակիստան, որը ցանկացած պահի քո դիկունքին կանգնած է։ Ռուսաստանը այսօր բթամ հարցերը Ուկրաինա լուծել է, մնացել է Ադրբեջանի վրա հարձակվի։ Եթե Ռուսաստանը իր սահմանի վրա է ու բախտը չի փորձելու Ադրբեջան ներխուժել, բա Ռուսաստանը մեր տարածքի մեջ է։ Այդ բայ դեպքում մենք ինչի չենք անհանգստանում։
Այն դեպքում, եւ որ Ադրբեջանը ռուսական զորքը հանել է իր տարածքից, իսկ մենք չենք հանել։ Բա սրանից չենք ենթադրում, պարոն Անտինյան, որ իրականում մենք կարգավիճակը թվում է, թե ռուսները շատ դեմ են այս խաղաղության գործընթացին։ Բայց ժամանակի ընթացքում ավելի շատ տպավորություն է ստացվում, որ ռուսները լավ էլ կողմ են, որ այսպիսի մի խաղաղություն, որպես այդպեսին ձևավորվի հարավային Կովկասում։ Որ այլևս ռազմական գործողություններ թիկունքում այսպես կոչված հարավկովկասյան տեղի չունենա, ինքը իր հարցերը նորմալ հանգիստ առանց լարվելու կարողանա լուծել Ուկրաինայում։ Սա միակ տարբերակն է, չէ՞, այսպես կոչված հանգստություն եւ հանդարտություն ապահովելու հարավային Կովկասում։ Հիմա էլ կոնֆլիկտ չկա, ինչու պիտի անհանգստանա։ Հետո ինքը միևնույն է կարծում ինքը հետ է վերադառնալու։ Դե իրենց մոտ այդպես է, չէ՞, թուրքերի, ռուսների եւ պարսիկների մոտ։ Դե ինչ որ փուլում մի քիչ դու ես առաջ են գնում, ինչ որ փուլում մի քիչ դու ես առաջ են գնում, հետո արևտուրը կանենք, մեր հարցերը կլուծենք, կբաժանենք մասերի։ Հիմա ռուսներին ձեռնտու չեն, այսպես կոչված խաղաղության գործընթացը որ ձևավորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Եթե կոնֆլիկտ չի լինելու, ստիպված չի լինելու ներգրավել ՀԱՊԿ անդամ Հայաստանին պաշտպանելու համար։ Ինչու ոչ։ Հիմա այսպես նայեք։ Ռուսաստանին, Հայաստանից ասեցին, որ շատ հարգում ենք քեզ, բայց եթե ճանապարհը դու ես վերահսկելու Սյունիքով անցնող, այդ ճանապարհը ուղղակի չի կառուցվի։ Որովհետև մարդիկ ասում են Ռուսաստան դու ինչ կապ ունես այդտեղի անցնող ճանապարհի հետ։ Դու այդտեղի խաղացող չես։ Ադրբեջանը երկար ժամանակ պնդում էր, որ պետք է 9-րդ կետը կատարվի։ Ռուսաստանը պետքա վերահսկի։ Հետո Ադրբեջանին էլ բացատրեցին Ամերիկայից, որ լսի այդ ճանապարհը որ չկառուցվի, ոնց է Ռուսաստանը վերահսկելու։ Ադրբեջանն էլ դրանից հրաժարվեց Ռուսաստանի։ Ու դա պատճառ դառավ, որ արհեստական կոնֆլիկտ ստեղծեցին Ռուսաստանի հետ։ Դա էլ է շատ խիստ չափազանցեցված։ Շատ կարճ ժամանակ հետո մենք կտեսնենք, որ Ադրբեջանին պետք է Ռուսաստանին ասել՝ սպասեք, գնանք Տրամպի ձեռով վերցնենք մեր ուզածը, որից հետո էլի մենք իրար հետ Ինչի Նիկոլ Փաշինյանը ռուսերին չէր տալի, որ Տրամպի ձեռքով պիտի վերցնեն։ Դուք անկեղծ հավատում եք, որ Ռուսաստանի հետ կոնսենսուս չի գտնվել այդ ճանապարհում։ Այո, այդ եմ ասում։ Նիկոլ Փաշինյանն էլ բացատրեց Ռուսաստանից, սպասի մենք դա տանք Տրամպով հարցը լուծենք, խաղաղություն բերենք, որից հետո որպեսի հանկարծ որևէ մեկը մտածի, որ Ռուսաստանի դերակատարությունը չի նվազե, դրանից հետո Տրամպի հանդիպումից հետո 3 գումարած 3 ձևաչափը հաստատեցին։ Շանհայի համագործակցությունը հաստատեցին։ ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված ոչինչ չասեցին։ ԵԱՏՄ-ից դուրս գալը ասին ընդհանրապես օրակարգում նույնիսկ չկա։ Մենք խորանում ենք, մենք լայնանում ենք եւ այլ եւ այլ։ Բացի դրանից ռուսական զինվորները դուրս չեկան Իրանի սահմանից 102-րդ ռազմաբազայի դուրսբերումն էլ չի քննարկում ըստ կոպերտի։ Ու մեկ էլ որ ամենասարսափելին է, որ մարդիկ դրան շատ ուշադրություն չեն դարձնում, իրաց թվում է դա շատ հեռու է։ Շանհայի համագործակցության կազմակերպությունում կանգնում ասում են, այս կառույցի նպատակը նա է աշխարհաքաղաքական բևեռ դառնալը, ընդդեմ արևմուտքի։ Հարցը նա չի, որ իրանք դա չեն կարող դառնալ, եւ իրանց մեջ շատ ուրիշ հակասություններ կարող առաջանա, բայց Հայաստանը համաձայնվում է մաս դառնալ մի կառույցի, որը ցանկանում է ստեղծել աշխարհաքաղաքական բևեռ ընդդեմ արևմուտքի։ Բացի դրանից Շանհայի համագործակցության կազմակերպությունում Ռուսաստանը թիվ 1 դերակատարն է։ Նույնիսկ Չինաստանը չի թիվ 1 դերակատարը, եթե դա անգամ Շանհայում է։ Այսինքն պաշտոնական լեզուները չինարենն ու ռուսերենն է, մենակ նրա համար դե Շանհայը Չինաստանում է, բան չերեն ելներ։ Բայց ամբողջ գրագրությունը ամեն ինչը ռուսերեն է։ Եվ մեկ էլ դրանից հետո, երբ որ դու ասում ես Հայաստանը ցանկանում է դառնալ այդ կառույցի անդամ, դա նշանակում է դու ընդունում ես, որ ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունը միջպետական փաստաթղթով է կարգավորվում, ոչ միայն ՀԱՊԿ-ով կամ ԵԱՏՄ-ով, որի լոկոմոտիվը Ռուսաստանն է, այլ այս տարածաշրջանում Ռուսաստանի կենսական շահերի ներկայացվածությունը դու հաստատում ես դրանով, որ դու գտնում ես, որ Ռուսաստան օբյեկտիվորեն ստեղ պետք է լինի, որպես Շանհայի համագործակցության կազմակերպության լիդեր, որի մեջ ցանկանում ես դու մտնես եւ հարևան ես Իրանով, Պակիստանով, Չինաստանով մինչեւ Ռուսաստան։ Մենք ցամաքային հարևան ենք դառնում Ռուսաստանի հետ այդ կառույցով։ Պարոն Անկյան, այդ դեպքում կարող է Նիկոլ Փաշինյանը սխալ է ասում, որ սա խաղաղության խաչմերուկ է։ Բոլորը համագործակցում են, տեսեք։ Ֆրանսիան զենք է վաճառում Հայաստանին։ Հնդկաստանը զենք է վաճառում Հայաստանին։ Իրանի հետ որոշում ենք փոխադարձ առևտրաշրջանությունը հասնել միլիարդի եւ անցնել։ Ռուսաստանի հետ ռազմական փոխգործակցության հուշագիր ունենք։
Թուրքիայի հետ ձգտում ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Ադրբեջանի հետ եւս այդ թվում նաև կնքելով խաղաղության պայմանագիրը։ ԵԱՏՄ անդամ ենք, ՀԱՊԿ անդամ ենք, ԱՊՀ անդամ ենք, օրինագիծ ենք ընդունել Եվրամիության անդամակցության համար ԵԽԽՎ-ում երկրի ղեկավարը հայտարարում է, որ սա է մեր հիմնական ուղղությունը եւ նոր քաղաքական ռազմավարության մեջ էլ գրում է երևի ամենալուրջ դրույթը, որ մենք որդեգրելու ենք Եվրամիության անդամակցության քաղաքականությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ է սկզբում Խարտիան ստորագրվում, դրանից հետո ռազմավարական փոխգործակցության որոշ հուշագրեր են ստորագրվում, խոսվում է իբրև ատոմային միջուկային էներգիայի շրջանակներում համագործակցության մասին, AI տեխնոլոգիաների մասին, այդ թվում նաև դրա մեջ մտնում է նաև այդ սահմանային անցումների եւ այլն, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրության տարածքում կա 102-րդ ռազմաբազան, հայ-թուրքական սահմանը պահում է ռուս սահմանապահները, հայ-իրանական սահմանը պահում է ռուս սահմանապահները։ Հիմա ավելի լոկալիզացնեմ, հայ-իրանական սահմանին կանգնած են լինելու ռուս սահմանապահներ, բայց կառավարումը ճանապարհը իրականացվելու է հայ-ամերիկյան ընկերության կողմից, որին կոնսորցիումով կարող են անդամակցել այլ երկրների ներկայացուցիչներ, որտեղ Արմեն Գրիգորյանն էլ չէ, հիմա ակտիվորեն շրջում է տարբեր երկրներում, այդ թվում նաև քննարկելով այս հարցը։ Նրանք կարող են միանալ ռուսական ընկերություններ, կարող է արգելել Ամերիկայի Միացյալ Նահանգները կոնսորցիումի ռուսական ընկերության միացումը։ Կարող է օրինակ Հարավկովկասյան երկաթգիծը կոնսորցիումի շրջանակներում հայտ ներկայացնել երկաթգծի այդ հատվածը ինքը կառուցել, չի կարող, չէ։ Արգելք չկա, չէ, գրված։ Այս աշխարհաքաղաքական շիլայի մեջ ինչպես են բոլորը մեկտեղվելու առաջին հերթին Սյունիքի մարզը։ Նախ այդ բոլորը ունենալով հակասություն, փորձել այնպես անել, որ բոլոր տեղերը իրանք հակասություն ունենան, միայն Սյունիքում բոլորը իրար հետ բարեկամ լինեն, դա ֆանտաստիկայի ժանրից է։ Բացի դրանից էլ նաև մի խնդիր էլ մենք նայենք։ Այսօր նույնիսկ եթե Իրանի հետ սահմանապահ ռուսական հանես, չնայած դա էլ անհասկանալի է։ Եթե դու Իրանի հետ բարեկամ պետություն ես քեզ համարում, ինչու պետք է Ռուսաստանը քո սահմանապահի Իրանի հետ։ Այսինքն դու չես վստահում Իրանին, բայց վստահում ես Ռուսաստանին։ Դե նույնը Թուրքիայի սահմանի հետ է, էլի, այդպես մենք ճշտամական չենք համանում, չէ՞ հիմա։ Հա։ Ու բացի դրանից, հիմա մենք խնդիր ունենք։ Երբ որ մեզ ասում են, որ հիմա խաղաղություն է, 94 թվականից զինադադար էր։ Այդ ընթացքում մենք միշտ նախկին իշխանություններին մեղադրել ենք, որ հաղթելուց հետո բանակցային սեղանին այդ հաղթանակը չամրագրվեց։ Ընդհակառակը ժամանակ տվեցիք, որպեսզի պարտված կողմը իրան հավաքի, էսանի, զինվի, աշխարհի հետ տանի նորմալ հարաբերություններ այնպես, որ իրան ագրեսոր չհամարեն։ Ընդհակառակը հիմա Նիկոլ Փաշինյանը խոստովանական ցուցմունք է տալիս, որ Հայաստանն է ագրեսորը։ Այդ պարագայում այդ ժամանակը օգտագործեցին, չէ՞, բայց ով է ասե, որ երբ որ Ալիևն ասում է համբերատար մենք այսքան տարի սպասեցինք 94 թվից 26 տարի համբերատար մեր քայլը արեցինք մինչև դա անենք, ու մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ինչ է ուզում։ Էրդողանին ասում է դու չես կարա ինձանից լավ ադրբեջանցի գտնես, որ քեզ կծառայի։ Դու նույնիսկ չես կարող այնքան սերտ եղբայրություն ունենաս Ադրբեջանի հետ, ոնց որ Նիկոլ Փաշինյանի։ Նույնն ասում է Ադրբեջանին, հասկացեք, Թուրքիայի հետ դուք հակասություններ անգամ ունեք։ Ինչ եղբայրներ։ Քո ապրանքը նրա տարածքով է գնում։ Դու ինչի պիտի ուզենաս Թուրքիան, դու Թուրքիայի վիլայետ դառնաս։ Դու ինքնուրույն թագավորություն ես, Ալիևից է ժառանգություն ես ստացել։ Դու ինչի պիտի ուզենաս դա։ Ես քեզ ավելի սերտ մոտ եմ, քան անգամ Էրդողանը։ Այս երկուսին ինքը բացատրում է, բայց Նիկոլ Փաշինյանը հավերժ չի։ Մաքսիմում 100 տարի չէ ինքը ասեց։ 100 տարի խաղաղություն են բերել։ 100 տարի հետո այս պետությունները ուզում են չէ Հայաստանը վերացած տեսնեն։ Դե չգիտեմ, գուցե խաղաղությունը կնքում են եւ չեն ուզում։ Ահա, հիմա հարցա ծագում։ Երբ որ այդ ժամանակը տալիս ենք, բայց մեր աչքի առաջ Իրանն ասում է, որ Ամերիկան մեր հետ բանակցում էր, որպեսզի մեր զգոնությունը բթացնի ու հարվածի։ Ամերիկայի նախագահն ասեց, այո, բանակցում ենք, որ հարվածենք։ Իսրայելն ասում է 10 քանի տարի համբերատար պատրաստվել ենք Իրանին ներսից հարվածելու համար, որովհետև մեզ պետք է ներսից հարվածել, դրա համար էլ բանակցում էինք, որպեսզի զգոնությունը բթացնենք։ Ուկրաինան Ռուսաստանին ասում է, շատ հանգիստ նախապատրաստվեցինք, Ռուսաստանի խորքերը տարանք, տեղադրեցինք այն դրոնները, որը պայթեցրեցինք, բայց խոսում էինք բանակցություններից, խոսում էինք խաղաղությունից, բայց այդ ընթացքում համբերատար դա կառուցում էին։ Համասն ասում էր ամիսներով մենք բերել ենք հրտիռներ ենք տեղակայել, նույնիսկ
որ թյուրիմացության մեջ գցենք Իսրայելի հատուկ ծառայություններին։ Չնայած շատերը կասկածում են, ասում են լավ էլ գիտեին, ասին ավելի լավ է խփի, որ մենք տենանք ինչ ենք անում։ Որ սրբենք։ Հա, որ հարցը մի անգամից լուծենք, բայց դա թողենք իրանց խղճին, մենք ուղղակի ասում ենք այն փաստը, որ ասում են, իսկ ինչու պետք է մենք չանհանգստանանք, որ ժամանակի հետ կապված ժամանակը մեր օգտին չի աշխատում, ինչի, որովհետև մենք այլևս սկսում ենք չզինվել, ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Հա, եթե չես զինվում, իհարկե չի աշխատում։ Այսինքն, երբ որ այդ ժամանակը մենք շահում էինք, որ ինչ անեինք, այդ ժամանակը մենք պետք է շահեինք, որ աշխարհաքաղաքական լուրջ ձևով դերակատարություն ստանձնեինք, դա մի ձև կար։ Ամերիկան համակարգ չի, պետություն է, գործընկերություն է, Ռուսաստանն էլ։ Համակարգը Եվրամիությունն է։ Եթե դու Եվրամիության գործընկեր դառնաս, հայտը ներկայացնեիր ոչ թե Շանհայ, Եվրամիություն, դեռ չդարձած նրա անդամ, կարող անցնի 10 տարի կամ 20 տարի, էական չի։ Առաջի քայլը տարեցիր, ասում ես՝ մի րոպե, Եվրոպա ջան, լավ էլ զինվում ես, չէ՞։ Հիմա դու ցանկանում ես եվրոպական անվտանգություն ապահովես։ Բայց եվրոպական անվտանգությունը եթե կա, հայտ ներկայացնելով Եվրամիությանը, դու հայտ ես ներկայացնում նաև նրա անվտանգային Բայց ներկայացրել է 4 հանրապետություն հռչակելու ռազմավարության մեջ ամենածանրակշիռ կետ։ Մնացածը մեծի մասամբ վերաբերում է ներքին խնդիրներին։ Ներքին մտածողությունը, արժե համակարգ եւ այլն։ Արտաքին քաղաքական ամենակարևորությունը Եվրամիության անդամակցությունն է։ Օրինագիծը ներկայացված է Հայաստանի հասարակության զգալի մասը իրեն ավելի շատ եվրոպացի է զգում, քան ասիացի, օրինակ համարենք։ Եվ վերջին շրջանում Ռուսաստանի նկատմամբ թերահավատությունները, թվում նաև պայմանավորված 2020 թվականի ռազմական գործողություններով եւ հապկի տոտալ լրությամբ, չեմ ասում խաղապահները Արցախում 2023-ին եւ այլն, հանգեցրել է նրան, որ եթե իրոք Նիկոլ Փաշինյանը օգտագործի Եվրամիության գործոնը, 2026-ին հաստատ կընտրվի, եւ երկրորդը ինչու ոչ, բայց ինչն է սխալանում եվրոպացիների այդ շփումներում, որ կասկածում ենք, որ Հայաստանը տանում է Եվրոպա։ Շատ պարզ ասում է։ Մենք հայտ չենք ներկայացնում Եվրամիության անդամակցության, երբ որ մենք կհասնենք այդ մակարդակին, որ արդեն պետք է որոշում կայացնենք, գնում ենք Եվրոպա, թե մնում ենք հին տեղում, որտեղ այդ երկուսը անհամատեղելի են, այդ ժամանակ նոր կորոշենք։ Եթե նույնիսկ մեզ չընդունեն, միևնույն է մենք կլինենք եվրոպական ստանդարտների պետություն, ու դա մեզ լրիվ ձեռնտու է։ Բայց Փաշինյանը ասում է, հենց այդպես էլ։ Այո, ես հիշում եմ մի հատ հեղափոխական, անձամբ իմ աչքով տեսել եմ Վլադիմիր Լենինին, որն ասում էր համաշխարհային հեղափոխություն չի լինի, ոնց որ Մարքսն էր ասում, բայց մեկ առանձին վերցրած պետությունում այդ հեղափոխությունը հնարավոր է։ Եվ չէին ասում եմ Մարքսին հակասում է, ասում են ինքը զարգացրեց Մարքսի տեսությունը, բայց հեղափոխությունը եղավ ոչ թե կապիտալիզմը այնքան զարգացավ ու պայթեց, եկավ սոցիալիզմ, այլ ամենաթույլ զարգացած կապիտալիստական պետությունում։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը իր հեղափոխական քայլերով ցանկանում է Վլադիմիր Լենինին հավասարվի, ես իրան հաջողություն եմ մաղթում, բայց մեր երկիրը մեկ առանձին վերցրած, կղզիացած, դառնա Եվրամիության ստանդարտների պետություն, լինելով ԵԱՏՄ-ի մեջ խորացող ու լայնացող, լինելով Շանհայի համագործակցության կազմակերպության անդամակցության ձգտող, դա ուղղակի անհնարին է։ Դու չես հասնի այդ ստանդարտին, որ որոշում կայացնի։ Ինչու Վրաստանը թեկնածու պետություն է, ռազմական փոխգործակցության համաձայնագիր ունի Թուրքիայի հետ, բազմաթիվ այլ երկրների հետ, որոնք ոչ Եվրամիության անդամ են, ոչ ՆԱՏՕ-ի անդամ են, ոչ խոշոր հաշվով Ամերիկայի Միացյալ Նահանգների երկկողմ ռազմական գործընկեր են, եւ շուտ կա Թուրքիան, որը կրկին թեկնածության անդամ է, մեր հարևան երկրներն են, չէ, երկուսն էլ։ Այդ ինքնին Հայաստանին հնարավորություն է տալիս, ինչպես պնդում են այդ նաև իշխանականները, դառնալ Եվրամիության թեկնածու պետություն, իսկ թեկնածությունից հետո անդամակցությունն է, չէ։ Հա, բայց առաջի քայլը պետք է անես։ Արել է մարդը, օրինագիծ է ընդունել։ Չի արել։ Օրինագիծ է ընդունել 4 հանրապետության հռչակման իր քաղաքական ծրագրում ինքը միակարտակին քաղաքական ուղղությունը նշել է Եվրամիության անդամակցության Հայաստանի հայտը։ Հա, բայց պարզ ձևով ներկայացված է, որ մենք կարող չէ այսօր մի անգամից դուրս գալ, որ դա ապացույց։ Ասում եմ մենք այսօր օրենքը ընդունել ենք, բայց դա չենք ընդունել, որ հայտ ներկայացնենք։ Մարդիկ պարզ ասել են։ Ասում է դե ստանդարտներին պիտի հասնենք, չէ՞ որ Եվրամիությունը ուզենա որ մենք դառնանք։ Այսինքն ստանդարտներին հասնելու առաջի քայլը ներկայացնում ես թիմում, իրանք ասում են, այս է ստանդարտները։ Դու այդ ստանդարտներն անցնում ես, դառնում ես ասոցիացման
համաձայնագիր է ստորագրել, դառնում ես ասոցիացված անդամ։ Ոնց որ դա մենք կարող էինք անել 2013-ի նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովի ժամանակ։ Այսինքն ստանդարտներին արդեն համապատասխանել ենք ասոցիացված անդամ լինելու։ Այդ ժամանակ Հայաստանը թեքվեց դեպի մաքսային միություն, հետագայում ԵԱՏՄ, որից հետո այդ ասոցիացմանը պետք է անեիր, դրա անբաժանելի մասն էր խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որը հիմա հնարավոր չէ, եթե դու ԵԱՏՄ անդամ ես, որից հետո պետք է դառնայիր թեկնածու, որոնոր դառնայիր անդամ։ Եթե առաջի քայլը չես անում, ուրեմն նշանակում է մնացածը Նիկոլ Փաշինյանի կողմից օդ է ուղղակի։ Հիմա դեպի ասոցիացում կարող է գնալ։ Կարող է 2026 թվականի Եվրոպական քաղաքական համայնքի Երևանում կայանալիք համաժողովի շրջանակներում ասոցիացման պայմանագիր կնքի Եվրամիության հետ։ Ասոցիացման պայմանագիր կնքելը հիմա չի կարող, ասեմ ինչու, որովհետև 2013 թվականին այդ փաստաթուղթը ամբողջությամբ համաձայնեցված էր։ Մնում էր ընդհանրապես ստորագրել։ Իսկ գուցե համաձայնեցնում են հիմա։ Հիմա նայեք։ Երբ որ Հայաստանը դարձավ մաքսային միության անդամ ու դարձավ ԵԱՏՄ անդամ, իսկ ԵԱՏՄ-ը արդեն մաքսային միություն է։ Սա միություն է, Եվրոպայի հետ կարող ես ընդհանրապես համագործակցություն ունենալ։ Այն ինչ որ չէր հակասում ԵԱՏՄ-ի անդամակցությանը, այդ բոլոր կետերը գրվեց եւ դարձավ ՍԵՊԱ-ն, համապարփակ եւ ընդլայնված գործընկերություն։ Այս ՍԵՊԱ-ն պետք է լիներ սրա հետ, որ չհակասեր։ 15 թվականին դու դառնում ես ԵԱՏՄ անդամ, 17 թվականին դու հայտ ես ներկայացնում համապարփակ ընդլայնված գործընկերության։ Այսինքն նշանակում է այս 17 թվականի փաստաթուղթը չէր հակասում 15 թվականի պարտավորություններից ԵԱՏՄ-ի։ Հիմա 10 տարի դու ԵԱՏՄ-ին խորացել ու լայնացել ես, ինտեգրվել ես, ունիֆիկացրել ես քու քայլերը։ Այդ ընթացքում դու նույնիսկ ի վիճակի չես ՍԵՊԱ-ի ամբողջ կետերը կատարել, որովհետև ՍԵՊԱ-ի կետերը համաձայնեցված էր 15 թվականի քու կարգավիճակին, 25 թվականի Հայաստանը ԵԱՏՄ-ի մեջ ինտեգրված եւ 15 թվականի Հայաստանը սարերի զորերի տարբերությունն է։ Այսինքն եթե դու այսօր ցանկանաս ասես լավ փոշմանեցինք, ուզում ենք ստորագրել ասոցիացման համաձայնագիր, այդ ասոցիացման համաձայնագրի համար տարիներ են պետք, որ դու նորից հիմա դնես այդ փաթեթը անես։ Պարոն Անտոնյան, որոշակիորեն գալով ամփոփման։ Ամեն դեպքում 2020 թվականի 1 սեպտեմբեր, արդեն հոկտեմբեր ամիսն ենք։ Հոկտեմբեր ամիսն ենք ապրում, որը պիկին հանգեցրեց Արցախյան պատերազմի 44-օրյա 5 տարի առաջ։ Ահագին իրադարձություններ տեղի ունեցան դրանից հետո։ Մի առանձին պետության պատմություն է, 2020-ից 25 ընկած Հայաստանի պատմությունը։ Վերջին արդյունքում այդ գլոբալ աղետից հետո, ըստ ձեզ, ձեր գնահատականով, ինչ կարգավիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, այսինքն 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե համեմատում ենք նոյեմբերի 9-ից առաջ Հայաստանի հետ, այդ երկու Հայաստանն ինչպես կհամեմատեք։ Մենք ուղղակի նայենք այսպես, որ այսօր 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո աշխարհը էականորեն փոխվեց ոչ միայն պատերազմի, ինչ առաջացավ։ Մինչև այդ մարդիկ գնում էին ընտրությունների, ներկայացնում են հիմնականում, այս մեկը սոցիալական քաղաքական հարկերը կբարձրացնեմ, այս կանեմ, մեկը ասում է, ասենք գործատուի համար արտոնյալ վիճակ կստեղծեն, որպեսզի նա լավ աշխատի, բարենպաստ ներդրումային միջավայր, որպեսզի արդյունքում սոցիալական ծրագիր անեն։ Մյուսն ասում է, չէ, մեր սոցիալական ծրագիրը պարտադիր անենք, տակը ինչ կմնա, չէ։ Այսինքն հիմնական պայքարը գնում էր ընտրողի համար, հասկանալի բաների համար։ Իսկ 2022 թվականից հետո աշխարհի բոլոր երկրներում արտաքին կոմպոնենտն ա եղել որոշիչ։ Ինչու՞։ Որտեւ ասել են նոր աշխարհակարգի հետ կապված քո վերաբերմունքը ո՞րն է։ Դու օկուպանտի կողմն ես, թե օկուպանտի դեմ պայքարողի կողմն ես։ Նույնիսկ Ամերիկայի ընտրությունն էր պայմանավորված դրանով։ Մեկը ասում էր պատերազմը շարունակելու ենք, մեկը ասում էր դադարեցնելու ենք։ Բոլոր Մոլդովայում որևէ մեկը ասեց, ինչ հարկային քաղաքականություն էր առաջարկել Մայա Սանդուն։ Չէ։ Ասում էին, սրանք Եվրոպա մետ են, սրանք էս են։ Ինչու եմ ասում, որտեղ աշխարհը այսօր բևեռացված է, ինչքան ուզում ես բալանսավորի։ Եվ այս պարագայում ասում են կոնկրետ որոշի։ Մենք հիմա խնդիր ենք լուծում նոր աշխարհակարգի։ Աշխարհը շարունակում ենք ուժի դիրքից, որ ով ուժեղը հարևանից կարա տարածք վերցնի,
այն մյուսներն է ողջունեն եւ ասեն դե ուժեղա նրա հետ ենք հաշվի նստում, թե աշխարհը ագրեսորին պատժում է։ Ագրեսորին պատժում է այնպես, ինչպես Սադամ Հուսեյնին, որը մտավ Քուվեյթ։ ՄԱԿ-ը որոշեց, Ամերիկայի Միացյալ Նահանգները հավաքեց թիմը եւ գնաց կարգի բերեց օկուպանտին ագրեսորին։ Այսինքն այս պարագայում ինչքան ուզում է սոցիալական, տնտեսական, իրավական քաղաքականությունից խոսես, առաջի հարցը դու որ կողմից ես։ Առաջիկա խնդիրները Հայաստանի հետ կապված դա է։ Ու երբ որ գալիս է այսպիսի մի խնդիր, որ մենք տեսնում ենք, որ աշխարհը հիմա հստակ ցանկանում է արևմուտքը նորից դառնա միասնական արևմուտք ընդդեմ Ռուսաստանի եւ այդ պարագայում Հայաստանի իշխանությունը ցանկանում է ցույց տա թե ինքը ինչքան է սերտ համագործակցում Ռուսաստանի հետ կարող է վաղը մենք հայտնվենք փլատակների տակ այն դեպքում երբ Ռուսաստանի ցամաքային սահմանել չունենք որովհետեւ մենք անիմաստ տեղը վերցնում ենք մեր վրա բաներ որը մեզ բացարձակ պետք չի Եթե մենք նույնիսկ չեզոքություն պահեինք, էլի ոչի, չնայած շատ դժվար է հիմա չեզոք լնել, բայց սենց ագրեսիվ նախաձեռնողականությունը սրանել ենք ուզում լավ լնենք, նրան էլ չկա, վաղը մյուս օրը պետք է ասեն մի րոպե, լավ այդ բացատրի։ Մենք կռվում էինք, մենք հարկեր էինք վճարում, մենք սառում էինք, մենք թանկ գնով այլընտրանքային էներգակիրներ էինք բերում Եվրոպայում, որպեսզի պաշտպանենք եվրոպական անվտանգությունը։ Ոնց է Պուտինը քո ախպերը, ինչ ենք ասելու։ Եվ բացի դրանից, հասկացանք Պուտինն էլ գիտենք հավերժա, բայց դա էլ համարենք 1000 տարի Պուտինն է։ Բայց Պուտինից հետո կյանքը շարունակվելու է, չէ՞, մոլորակի վրա։ Երբևիցե մարդիկ մտածել են, որ այդ ագրեսիան ինչու ենք մենք մեր վրա վերցնում։ Մենք ընդհանրապես որ կողմից ենք իրանց բարեկամ։ Եթե մենք համարում ենք, որ որևէ պետության հետ չենք ամուսնացել, ոնց որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, հա բայց ինքը այդ հարաբերությունները չի կառուցել ամուսնության վրա, կառուցել է տերն ու ծառայի վրա։ Եթե դու կանգնում ասում ես հեղափոխություն եմ արել, որ Ռուսաստանից անջատվեմ, հետո 23 թվականին ասում ես, եթե Արցախը չհանձնեինք, մենք չէինք անկախանա։ Մարդիկ հարց են տալի, բա 2018 թվականին ով քեզ դարձրեց ֆորպոստի կառավարիչ։ Այսինքն եթե Պուտինն ասարք է, բա այդ ինչ հեքիաթ եք պատմում։ Իսկ եթե դա այդպես չի, դու դուրս ես եկել ինքնակալության դեմ եւ հեղափոխություն ես արել, դրանից հետո բան չէր գնացել Պուտինի ոտերն ընկել, որ ասեց հանեմ 102-րդ բազան, ասից չէ։ Եվ հետո էլ եթե հեղափոխություն ես արել 18-ին եւ դրանից հետո անում ես քաղաքացու օր, բայց շարունակում ես մնալ ֆորպոստ, լավ կլի, որ այդ տոնակատարությունը կոչվի խապված քաղաքացու օր, որ գոնե մարդիկ հասկանան, որ իրանք խապվել են, իրանք ազնվորեն փողոց են դուս եկել։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այդ մարդկանց, ամբողջ աշխարհում տոնախմբություն էր հայերի կողմից, որովհետև վերջապես դրանից ազատվեցինք։ Հիմա այդ մարդիկ շատ վատ են իրանք զգում, որ իրանք խապված են, բայց ասում են մի նեղվեք, որ դուք 18 թվին խապված եք եղել, որտեղ դուք ազնիվ եք եղել։ Ինչի՞ եք դու ազնվության համար չեն արդարանում։ Այ դուք նեղվեք, որ դուք 25 թվականին այս ամեն ինչի իմանալուց հետո եք մնացել նույն խելքին, այդ դեպքում նեղվեք։ Հաշվի առնելով Հայաստանի նորագույն պատմությունը մեկ անգամ չէ որ սխալվել ենք եւ նույն փոստն ենք ընկել։ Պարոն Անտոնյան, անսահման շնորհակալ եմ կարևոր զրույցի համար։ Ես հուսամ ենք բարբերաբար հանդիպելու հնարավորություն կունենանք մեր տաղավարում։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնում եմ, որ զրուցում էինք քաղաքագետ վերլուծաբան Էդվարդ Անտոնյանի հետ։ Մնացեք մեր եթերում։